Ողջույն, ես Դավիթ եմ, Վահագնի որդին մեկնարկում ենք Reopen Media-ի լրատվական թողարկման շաբաթօրյա ամփոփիչ եթերը։ Հայերին ու Հայաստանին կործանելու համար թշնամի պետք չէ ընկերներ, նրանք ընտիր թշնամիներ են իրար համար, իրենց ներսում։ Միմյանց ոչնչացնելու այդ մենաշնորը հայերն ուրիշին որևէ այլ ժողովրդին պատրաստ չեն զիջել։ Մի սպասեք, թե սա ինչ-որ Լոուրենս Արաբացու կամ մի Օսման Զորավարի խոսք չէ, սա սովորական հայ մարդու ենթադրություն է, պայմանական իմ։ Այս շաբաթ տեսածից ու լսածից հետո դիտենք անոնցն ու կմեկնաբանեմ։ Հայի համար հայից լավ թշնամի չկա, ներքին պատերազմի շաբաթվա ամփոփումը։ Երկու արքեպիսկոպոս ճաղերի հետևում իշխանություն զավթելու պլան թե հաշվեհարդար։ Կտրիչը պետք է հեռանա վեհարանից, ով է լինելու հոգևոր իշխանության մեջ հաջորդ առաջնորդը։ Նախկինների պատերազմը, Փաշինյանը մեղադրում է Տեր-Պետրոսյանը ԿԳԲ-ի գործակալ է։ Հեցի ազգայնացում, ինչպես է Փաշինյանը կտրում Ռուսաստանի լծակները Հայաստանում։ Ով է ճգնաժամի պատվիրատուն, Մոսկվան, թե նոր դաշնակից Անկարան։ Անտեր մնացած թեկնազու, ինչու Միքայել Սրբազանը մերժեց ընդդիմության առաջարկը։ Ֆինիտո, Փաշինյանը որոշել է Ստամբուլյան հանդիպումից հետո սպասվող նոր իրողությունը։ Իբրև ազգի երիտասարդ զավակներ, պետականության տարիքի քաղաքացիներ, մեր ամբողջ թիմը ողջ շաբաթ, ծանր մտորումների ու քննարկումների, սպասումների ու հիասթափությունների, հույսի ու հուսալքության չընդհատվող շրջափուլի մեջ էր։ Մենք վաղ առավոտյան հավաքվում էինք կես ժամանոց լրագրողական ժողովանում, փորձելու պարզել, թե ինչ թեմաներ ենք շոշափելու այդ օրը մեր տեղական ու օտարալեզու եթերներում, բայց ոչինչ չէր ստացվում։ Թեմաների քննարկումը վերածվում էր մտորումների օդում ծանր կախված անորոշության հարցերի, որոնց գոնե թե մոտավոր պատասխաններ չունեին անգամ մեր ավագ գործընկերները, որոնք տեսել էին եւ Խորհրդային Միությունը, եւ անկախացումը, եւ հեղաշրջումներն ու հեղափոխությունները, եւ պատերազմն ու խաղաղությունը։ Երիտասարդների համար այս շաբաթն առավել ծանր տրվեց եւ թվաց։ Մենք չգիտեինք ուր են տանում ներքաղաքական ճանապարհները, բայց պիտի աշխատեինք, առավելագույն օբյեկտիվ ու բազմակողմանի եթերներ պատրաստեինք, որպեսզի դուք մեր լսանը ընտրության հնարավորությունը ունենար եւ դրանից զրկված չլիներ։ Եզրահանգումս իբրև քաղաքական մեկնաբան հետեւյալն է. Հայաստանում արհեստականորեն հրահրվում է ներքաղաքական ճգնաժամ։ Այդ ճգնաժամն ունի եւ պատվիրատու, եւ կատարող, եւ ազնիվ հավատացողներ, եւ կեղծավոր օգտվողներ։ Սակայն ամենամեծ խումբը այս ամենից հոգնած մեծամասնությունն է, որն ուղղակի ուզում է հանգիստ ապրել, արարել, հավելյալ արժեք ստեղծել ու հոգնել է այն աղմուկից, որ ստեղծվում է միտումնավոր։ Աղմուկ անողները իշխանությունն ու ընդդիմությունն են։ Ասում են կես ճշմարտություններ։ Իդեպ շատ հարմար իրավիճակ է, հեշտությամբ կարողանում ես դյուրահավատ լսարանին համոզել քո ճշմարտությունները, սակայն երբ սովորական մարդը հանկարծ պատկերն ամբողջությամբ է տեսնում, հասկանում է, որ խափում են եւ մեկերը եւ մյուսները։ Ցավալին այս ամենի մեջ այն է, որ շաբաթվա ընթացքում մեր լրագրողները փորձում էին կապ հաստատել այս ներքաղաքական գործընթացի բոլոր կողմերի հետ, լսել նրանց կարծիքները, ստանալ նրանց մեկնաբանությունները, բայց հետաքրքիր գիտեք որն է, որ եւ իշխանությունները եւ ընդդիմությունը ցանկություն չունեն խոսել անկախ լրատվամիջոցների հետ։ Նրանք նախընտրում են անդադար դիմել իրենց հիմնական լսարանին իրենց ԶԼՄ-ներով, նրանց, որոնք արդեն սովոր են այս երկու ճամբարների կես ճշմարտությունները լսելուն ու բացարձակ ճշմարտության տեղ ընդունելուն։ Հասարակության ծայրահեղ բևեռացումը հանգեցրել է նրան, որ մարդիկ կարծրացել են իրենց մոտեցումներում ու պատկերացումներում, իրենց հայացքներում ու նախընտրություններում։ Եվ ընդդիմությունը եւ իշխանությունը կարծես ձեռնտու են համարում այս տոտալ բաժանումը, բայց վերջում աներկբա։ Նման բևեռացումը հանգեցնելու է ոչ թե խաղաղության ու համընդհանուր միաբանության, այլ բախումների, գուցե արյունահեղության եւ աղետի։ Ու այս ամենը, որովհետեւ բոլորը կարծում են, թե իրենք ամենաճշմարիտն են, իրենք են ու միայն իրենք, որ իրենցից բացի որևէ այլ ղեկավար կամ առաջնորդ ավելի լավ չի անի այն, ինչ արվում է։ Այս նարցիսիզմը բնորոշ է մեր բոլոր ղեկավարներին, սկսած Տեր-Պետրոսյանի ու ավարտված Փաշինյանով ու անգամ վեհափառ Հայրապետով։ Նրանք բոլորն իրենց անգերազանցելի են համարում։ Թվում է, թե բացի անգերազանցելի լինելու զգացումից, իրենք նաև իրենց պետությունից ու պետականությունից վեր են զգում։ Իսկ այդ դեպքում ժողովուրդը ոչինչ է, եթե իրենք օրենքից ու պետությունից վեր են։ Հետևապես կարող են պետությունը վերածել անձնական թշնամանքի վառելանյութի,
այնքան օգտագործել այդ վառելանյութը, մինչև պետությունն ուղղակի կսպառվի։ Եվ հանգում ենք ամենասկզբում ասվածին. հայերին ու Հայաստանին կործանելու համար թշնամի պետք չէ, նրանք ընտիր թշնամիներ են իրար համար, իրենց ներսում։ Միմյանց ոչնչացնելու այդ մենաշնորհը հայերն ուրիշ ոչ մի ժողովրդի պատրաստ չեն զիջել։ Մեր ողջ շաբաթը իմ այս խոսքերի ամենավառ ապացույցներ։ Առաջին ներքաղաքական սկանդալի առաջին արարի շաբաթը սկսվեց անշտապ։ Ընդդիմադիրները դեռ քննարկում էին, ինչ քաղաքական ուղեբեռով է Ստամբուլից հետ վերադարձել Փաշինյանը։ Մտորում էին ինչ է խոստացել, ինչպես ու երբ։ Սկանդալը դեռ չէր հանդարտվել, վարչապետ Փաշինյանն էլ արդեն ավանդական դարձած ստատուսներ էր գրում, ուղղված եկեղեցուն մինչև հանկարծ իշխանական համարվող civic.am կայքը հրապարակեց մի 7 էջանոց ինչ-որ սկանավորված թուղթ, որտեղ ներկայացվում էր, թե ինչպես է ինչ-որ անհայտ անձ թույլ տվեք ասել բացարձակ անտաղանդ առաջարկներ անում ընդդիմադիրներին իշխանությունը զավթելու վերցնելու համար։ Դրա մասին առանձին եթեր եմ պատրաստել արդեն իմ ազնական YouTube անալիքում։ Սույն թղթում, որը ես անգամ փաստաթուղթ չեմ կարող անվանել, ներկայացված էին 7 փուլից բաղկացած տվյալներ, տեղեկություններ, որտեղ նկարագրվում էր ինչ քայլերի հերթականությամբ ու ում ներգրավմամբ է հնարավոր հասնել իշխանափոխության։ Առանցքում էլ Վազգեն Գալստանյանն էր։ Լավ կամ այսպես ասենք, որ շատերը չնեղվեն, Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Այդ թղթում նշվում էին Գագիկ Ծառուկյանի, վերջերս կալանավորված Սամվել Կարապետյանի, գործարար Սամվել Ալեքսանյանի, Ռոբերտ Քոչարյանի, Դաշնակցության Սերժ Սարգսյանի եւ եւս մի քանի հոգու անուններ, որոնք պիտի աջակցություն տրամադրեին Վազգեն Գալստանյանին, այն է Բագրատ Սրբազանի շարժմանը։ Կրկնեմ գնահատականս։ Այս թուղթը հրապարակված բացառիկ անտաղանդ մի փաստաթուղթ էր, որը կարծես կազմել էր գործից բացարձակ գլուխ չհանող մի քաղաքական տեխնոլոգ կամ քաղաքականությամբ սիրողական մակարդակում զբաղվող մեկը, կարծես փորձելով օգնել Բագրատ Սրբազանին իր այսպես կոչված սրբազան պայքարի մեջ։ Ավելին, այդ փաստաթղթի հրապարակումից անմիջապես հետո ենթադրեցի, որ այդ այսպես կոչված հեղափոխություն լինի թե հեղաշրջման պլանը իրականում նախորդ տարվա բան է, թեպետ իշխանությունների կողմից հրապարակված թղթում չկային ամսաթվեր, ջնջված էին։ Հետո նոր ՔԿ-ի կողմից հրապարակված փաստաթղթում հստակ երևաց, որ բանը նախատեսված էր նախորդ տարվա համար։ Նշվում էր միայն, որ առաջարկվող գործողությունները պետք է իրականացվեին մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, ինչն էլ ինձ թույլ տվեց ենթադրել, որ խոսքը հենացած մի թղթի մասին է, որը վաղուց կորցրել է իր ակտուալությունը, արդիականությունը։ Թեպետ ես արձակման ենթարկվեցի այս իմ ճշմարտացի ենթադրության համար իշխանության համախոհների կողմից, որոնք կուրորեն ուզում են հավատալ, որ հրապարակված թուղթը թարմ է եւ յուրաքանչյուր բան, ինչ հրապարակում է առհասարակ Փաշինյանը, ճշմարտության վերջին ինստանցիան է, բայց ավելի ուշ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը Պետրոս Ղազարյանին տված իր հարցազրույցում խոստովանեց, որ փաստաթուղթը իրոք հին է։ Լսենք այս հատվածը, որ հարցեր չմնան։ Ես կարծացի մի քանի ընդդիմախոսի, նրանք ասում են այս գործողությունների ծրարը, որ հրապարակվել էր 24 թվականին է վերագրված։ Ինչու եք դուք հիմա բերել եւ ցույց տալիս եւ սրա հիման վրա մարդկանց ձերբակալում։ Սա 24 թվականի եղաշրջում է։ Բայց սա մի ամբողջ մեծ պլան է։ Նախ որքանով ես հասկանում եմ այսօրվա ձերբակալությունները եւ գործողությունները, դրանք ձայնագրության հետ կապված գործողություններ, այսինքն ձայնագրության հետևանքներն են, այլ ոչ թե այս փաստաթղթի, որը շատ ավելի վաղ ստեղծված փաստաթուղթ է, որքան հասկանում ենք։ Սա ֆիքսեցինք։ Ինչու էր կարևոր, քանի որ այսպես կոչված փաստաթղթի շրջանառությունը տեղի ունեցավ շատ սինքրոն, այսինքն միաժամանակ, ինչպես բուն իշխանության, այնպես էլ մերձիշխանական, փորձագիտական ու լրատվական ռեսուրսների կողմից։ Տարածողների շարքում էին ինքը Նիկոլ Վովայի Փաշինյանը, Տիկինը, Աննա Հակոբյանը ու ԱԺ ՔՊ խմբակցության գրեթե բոլոր անդամները։ Փաշինյանը, կիսվելով ԿՊ-ի ոչ պաշտոնական կայք համարվող civic.am-ի հրապարակումը, գրեց մեջբերեմ. այս process-ը պատմության մեջ կմնա որպես ստահակների ձախողված հեղաշրջում։ Հակոբյանն էլ կիսվելով այսպես կոչված բացահայտումն իր էջում իր հերթին գրեց մեջբերեմ. ողորմելի եք, ցածր եք, պետական դավաճան եք, անհայրենիք եք, երկիր ծախող եք, օտարի ստրուկ եք, անբարոյական եք, պիղծ եք, արյուն ուրացող եք։ ԱԺ խոսնակն էլ հետ չմնաց ու իր հերթին հրապարակելով հղումը գրառում կատարեց։ Մեջբերեմ. պլանը, սրանք մտածում են, որ իշխանությունը լեգո է, կարող ես հավաքել, հայ ժողովուրդը ստրուկ է, կարող ես պարտադրել,
քշել ժողովների եւ օգտագործել։ Եկեղեցին գործիք է օլիգարխների եւ քաղաքական գործիչների համար։ Կապիկներ, գրեց Ալեն Սիմոնյանը։ Բարեկամներ, դուք ազատ եք համաձայնել կամ անհամաձայն մնալ այս գնահատականների կամ գրառումների հետ, սակայն էականն այն էր, որ սույն թղթի կտորն իրականում հիմք հանդիսացավ հաջորդ օրը իրական գործողությունների համար, իրական քննչական գործողությունների համար։ Իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու եւ իշխանությունը բռնազավթելու քրեա օլիգարխակղերական խոշոր ու եղկելի պլանը։ Գրեց Փաշինյանը ու կիսվեց քննչական կոմիտեի կողմից հրապարակված հայտարարությունը, որում 13 անձ, այդ թվում է ՎԳ-ն, այն է Վազգեն Գալստանյանը, այն է Գավազանով Բագրատ Սրբազանը, մեղադրվում էին Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթելու համար, այն էլ շատ ծանր ճանապարհով, ահաբեկչությամբ։ Մեջբերեմ հայտարարությունից մի դրվագ։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթելու իրենց հանցավոր նպատակն իրագործելու նպատակով ՎԳ-ն եւ հանցավոր խմբի մյուս անդամները պլանավորել են կատարել ահաբեկչություն, այն է քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու եւ այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հրավտանգ արարքներ։ Այս հայտարարությունը ուղիղ կապ չուներ դրա նախորդ օրը Փաշինյանի կողմից տարածված բացառիկ թղթի բովանդակության հետ, այլ շատ ավելի մանրակրկիտ էր եւ ծանրակշիռ, ավելի ծանր հանցանքներ էր պարունակում, քան ասենք Սամվել Կարապետյանին հեղափոխության քավոր դարձնելը, ինչևէ քննչականը նաեւ գրում է եւս մի մեջբերում։ Պարբերաբար կայացած քննարկումների արդյունքում ՎԳ-ն եւ հանցավոր խմբի մյուս անդամները որոշել են ձևավորել ռազմական պատրաստություն ունեցող մինչև 25 անձից, հիմնականում նախկին զինվորականներից եւ ոստիկաններից կազմված 200-ից 250 հարվածային խմբեր, դրանցից յուրաքանչյուրի առաջ դնելով պարտադիր կատարման ենթակահստակ առաջադրանք, որը վերջիններս պետք է կատարեն ամեն գնով, առանց իմանալու մյուս խմբի կողմից կատարվող առաջադրանքի ու դրա կատարման ընթացքի մասին եւ առանց միանալու այլ խմբերի, անկախ նրանց գործողություններից։ Այս հաղորդագրությանը գրեթե անմիջապես հաջորդում են գործողությունները։ Հունիսի 25-ին վաղարավության Սրբազան շարժում կոչվող քաղաքական նախաձեռնության գրասենյակում հայտնվում են ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, քննչականի աշխատակիցները։ Գրասենյակից սկզբում դուրս են բերվում բազմաթիվ իրեր, իսկ ավելի ուշ ինքը Բագրատ Սրբազան Գալստանյանը, որին դրսում սպասում էին համախոհներն ու փորձում էին պարզել, ուր են տանում Վազգեն Գալստանյանին իրավապահները։ Հետո ինչ պատասխան եք տալու ձեր երեխեքին։ Սպասան ձեր փորձում են կալանավորել։ Մի վարկան հանգիստ։ Լսենք ոմիո։ Հանգստացի Արթուր, հանգստացի։ Արտուրը հանգիստ է, ճամփաթո։ Արթուր հանգստացի։ Սպասան ձեր կալանավորում են։ Ոչ կալան, ոչ էլ մնացած բան։ Մեր այս ճանապարհից կարող է դուրս բերել։ Չարիք լավ լսի։ Ինչ էլ որ սարքել ունես, ինչ էլ որ ուզում ես անել, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել։ Դիմացի կգան։ Նիկոլ Դավաճան! Նիկոլ Դավաճան! Դե հետո արդեն դասական Գալստանյանին նախտանում են ձերբակալվածների պահման վայր, հետո դատարան, հետո կալանքի։ Իսկ ավելի ուշ քննչականը տարածում է այլ նյութեր եւս, այդ թվում ձայնագրություններ, որոնք իբրև ամրացնում են քննչական կոմիտեի կողմից հարուցված գործի փաստական հիմքերը։ Նախ հրապարակվում են ձայնագրությունները, գաղտնալսումները, որտեղ Բագրատ Գալստանյանի ձայնով մեկը հրահանգավորումներ է տալիս ինչ ու ինչպես անել քաղաքական իշխանություններին իշխանազրկելու համար։ Լսենք մի դրվագ։ Ես ասեցի դուրս են գալիս փողոց, ուրեմն պետք է դա վերջանա։ Ես խնդիր պետք է վերջանա։ Մենք էլ որևէ երկրորդ չոր նահանգություն չունենք իրագործելու կամ իրականացնելու։ Երբ Սրբազանը ասեց, որ դուրս են գալիս փողոց, ուրեմն ավարտված է։ Ավարտված է։ Գործը ավարտված է։ Կամ մենք կմեռնենք, կամ կմեռացնենք։ Էլ չեմ ասում, որ հետո առաջացան կասկածներ, որ սա արհեստական բանականության միջոցով ստացված ձայնագրություններ էին։ Վերջում տարածվեցին տեղեկություններ, որ Բագրատ Սրբազան Գալստանյանը դատարանում խոստովանել է, որ դա իր ձայնն է եւ իր հայտարարությունները։ Հետո ընդդիմությունը հերքեց այս փաստը եւ ասաց, որ նման բան Գալստանյանը չի խոստովանել։ Բայց անցնելով առաջ, վստահ եմ, ընդհանուր շուրջ 20 րոպե տևողություն ունեցող այս ձայնագրությունների զգալի մասը լսել եք։ Գիտեք, թե ինչ բառամթերք է օգտագործվել
Ենթադրաբար Վազգեն Գալստանյանի եւ իր համախոհների կողմից այս ձայնագրությունների կամ այդ զրույցների ժամանակ։ Ամբողջը չներկայացնեմ, բայց այսքանով բանը չի ավարտվում։ Իրավապահները սկսում են խուզարկություններ նաև դաշնակցության մի շարք անդամների բնակարաններում։ Բերման ենթարկվածների խուզարկությունների ցանկը շատ երկար է, թույլ տվեք այստեղ էլ չմանրամասնել։ Իրավապահների տեսադաշտում էին հայտնվել եւ նախկին պաշտոնյաներ, եւ գործարարներ, եւ նախկին զինվորականներ ու Արցախի պաշտոնյաներ։ Ճիշտ այս գործողություններից հետո հայտնի է դառնում, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է հյուր գնում, ով Գարեգին երկրորդը։ Տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է մեջբերեմ։ Շուրջ 1 ժամ տևած զրույցի ընթացքում Հայաստանի ներկայիս իրավիճակի գնահատականից բացի անդրադարձ է կատարվել նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ Փաշինյանի կողմից սանձազերծված հաշվեհարդարին, ինչի առիթը եկեղեցու դեմ իշխանությունների հայտարարած պատերազմի համատեքստում վերջինիս արած հետևյալ հայտարարությունն է. եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Խոսքը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական քաղաքական հայտարարություն, ասվում է նախագահի եւ վեհապարի հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրության մեջ, ինչի իրավունքը, որպես Հայաստանի քաղաքացի, նա ունի, գրել են հանդիպման արդյունքներով, բայց Տեր-Պետրոսյանը անողոք է գտնվում իր նախկին քաղաքական սանի իր ըստ էության նախկին թիմակցի նկատմամբ։ Տեր-Պետրոսյանի խոսնակի կողմից տարածված հաղորդագրության մեջ վերջում ասվում է եւս մի կարճ մեջբերում։ Նախագահի գնահատմամբ Փաշինյանը պարտության մարմնավորում է։ Նա խայտարակ կերպով պարտվեց Արցախյան պատերազմում, հաստատաբար պարտվելու է նաև հայոց եկեղեցուն հայտարարած պատերազմում։ Բարեկամներ, այլ հարց է, թե ինչ ընթացք է ամենը կունենա եւ արդյոք Մուսինյանը ճիշտ դուրս կգա։ Քանի դեռ Գարեգին Բ-ն եւ Տեր-Պետրոսյանը զրուցում էին, Վազգեն Գալստանյանին պաշտոնական մեղադրանք է առաջադրվում ահաբեկչություն, զանգվածային անկարգություն հոդվածներով։ Միաժամանակ պարզվում է, որ Գալստանյանի հետ ընդհանուր 16 հոգու կալանքի միջնորդություն է ներկայացվել։ Բայց Գարեգին երկրորդի առաջնորդած կառույցը Մայրաթորը այս գործողություններին ի պատասխան եվրոպական մտահոգություններ է հայտնում։ Հաղորդում է պաշտոնական։ Մեջբերեմ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը խոր մտահոգություն է արտահայտում Տեր Բագրատ arczepiskopos Գալստանյանի եւ իր համախոհների նկատմամբ այսօր իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների եւ նրանց մեղսագրվող ծանր մեղադրանքների կապակցությամբ։ Բացի դա, հայտարարության մեջ Մայրաթորն ակնարկում է, որ Բագրատ Սրբազանին մեղսագրվող արարքները ըստ էության արհեստականորեն են կապվում եկեղեցու հետ եւ որ դա իրականում քաղաքական նպատակ ունի։ Փաշինյանի պատասխանը նախ չի ուշանում Գարեգին երկրորդին, ապա առաջին նախագահին։ Վարչապետ Փաշինյանը Facebook-յան իր էջում գրում է. Այդ խմբակն իրավունք չունի խոսել Մայրաթորի անունից։ Մայրաթորը պղծած կտրիճը պետք է հեռանա վեհարանից։ Եթե ինքնակամ չհեռանա, Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հոտը նրան կհեռացնի քրիստոնեաբար։ Վեհարանը վեհի, գրում է Փաշինյանը։ Եվ կրկին ըստ էության հստակորեն գրելով այն գինը, որ պիտի վճարի Գարեգին երկրորդը արշավի դադարեցման դիմաց։ Սկսվում է այս պարագայում սովորական քաղաքական առևտուր, բայց Փաշինյանը, ինչպես նշեցի, չի մոռանում նաև առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին։ Նրան նա անդրադառնում է շատ ավելի կոշտ ու կոպիտ։ Ի պատասխան ազգակործան պատուհաս գնահատականը շրջանառության մեջ դրած Լևոն Տեր-Պետրոսյանին, Փաշինյանին մի ծավալուն գրառում է, Փաշինյանը ծավալուն գրառում է կատարում այն անվանելով դիմանկար, գրելով Տեր-Պետրոսյանի մասին Փաշինյանը ասում է. Լինելով ԽՍՀՄ ՊԱԿ, այն է ԿԳԲ հետ համագործակցող անձ, մամուլում ժամանակին եղել են դա ապացուցող հրապարակումներ, 90-ականների սկզբին Հայաստանի անկախացման անխուսափելի գործընթացը ՊԱԿ-ի ազդեցությամբ գիտակցված առաջնորդել է դրա ռազմավարական անհնարինության ճանապարհով։ Այստեղ հարց է առաջանում, եւ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ըստ մամուլում տարբեր հրապարակումների ԿԳԲ-ի գործակալ է, ապա ով է նրա ձեռքի տակ աշխատած Նիկոլ Փաշինյանը։ Առնվազն այս հարցին ինքը Փաշինյանը պիտի որ անձամբ պատասխանի, բայց Փաշինյանն ավելի հեռուն է գրում է Տեր-Պետրոսյանի քաղաքական կարիերայի մասին իր սեփական մեկնաբանությամբ, սկսած իր նախագահ դառնալու օրվանից մինչև 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը, երբ ինքը Նիկոլ Փաշինյանը հիմնական գործող անձերից մեկն էր։ Այստեղ թույլ տվեք չխորանանք։ Եթե ցանկանաք, Փաշինյանի էջում կա ողջ գրառումը նվիրված Լևոն Տեր-Պետրոսյանին, եւ չընթերցեմ ամբողջը։ Ամփոփելով այդ գրառումը, Փաշինյանը տալիս է առաջին նախագահի իր բնութագիրը։ Հիմնական հատկանիշները՝ վախկոտ է, կամազուրկ, անպատասխանատու, ունի մարիոնետային հակումներ։ Ծույլ է, հայհոյախոս, բամբասկոտ, նարցիսիստ,
ամբարտավան, որը մարդու հետ իր շփումը օգտագործում է այդ մարդու դեմ, ատում է մարդկանց, զզվանքով է վերաբերվում իր շրջապատի բոլորային մարդկանց, ովքեր խարիզմայի որևէ նշույլ ունեն, երջանիկ է զգում անդեմ, անողնաշար, անբան, կիսագրագետ եւ Վանոս Իրադեղյանի ասած շատ կարդացած, քիչ հասկացած մարդկանց միջավայրում։ Կասեք, ինչու եմ մանրանում այս բոլոր գրառումների մեջ, շատ պարզ, շատ պարզ, որովհետև այս մարդկանց հայտարարությունների մեջ է թաքնված իրական սատանա։ Ձեզ թվում է հեծի պետականացումը կամ եկեղեցու քաղաքականությամբ զբաղվելն է հարցը, բնավ, այստեղ ամեն ինչ անձնական մակարդակի վրա է, քանի որ մենք գործ ունենք անհատների ոչ թե պետական, իրական այրերի հետ, մարդկանց, որոնք իրենց մեջ կրում են պետականությունը ճիշտ այնքան, որքան գործնական հանդիպում տիկտոկյան Ալինան իր մեջ կրում է կանացի բարոյականություն։ Փաշինյանը նույն օրը սկսված գործողություններին ել ավելի դրամատիկ գերանք տալու համար կառավարության նիստի ժամանակ հայտարարում է. Ուզում եմ մի հարցի վրա մեր ուշադրությունը հրավիրել, որտեղ երեք հանրային քննարկումներում, սոցիալական ցանցերում մի շեշտադրում իմ ուշադրությունը գրավեց, այդ շեշտադրումը հետևյալն էր, օգտատերերի մի խումբ արձանագրում էր, որ Հայաստանում հոկտեմբերի 27-ը նոր կանխվել, մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում, թե արդյոք 1999 թվականին Հայաստանի իրավապահ մարմինը կարող էր կանխել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։ Կարծում եմ սա մի հարց է, որի պատասխանը նույնպես ի վերջո պիտի փորձենք վստահելի ձևով ձևակերպել եւ ես հույս ունեմ, որ մեր իրավապահ համակարգը այս հարցի ձևակերպումը այս հարցի պատասխանը գտնելու ուղղությամբ նույնպես ջանքեր կգործադրի։ Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին խոսում է 7 տարի կառավարած ուժի առաջնորդը, որի իշխանության գալով խոստանում էր բացահայտել հոկտեմբերի 27-ը։ Հավանաբար, եթե իր սեփական խոստումը կատարեր, այլևս այսօրվան, այն է հոկտեմբերի 27 2.0 օպերացիային չհասնեինք։ Բայց Փաշինյանը չբացահայտեց ոչ մարտի 1-ը, ոչ հոկտեմբերի 27-ը, սակայն կառավարության նիստի ժամանակ համարձակորեն ասում է, որ բացահայտվել է մի նոր հոկտեմբերի 27։ Իսկ մեզ հայտնի է, թե ինչ է կատարվել հոկտեմբերի 27-ին, ինչ է հաջորդել ու նախորդել այդ շրջանին, թե մենք կրկին լսելու ենք օդում կախված լուրերի ձևաչափով մեկնաբանություններ, որպեսզի սղացնենք այն ներքաղաքական իրավիճակը, աղետը, որ ձևավորվել է Հայաստանում։ Այստեղ է, որ իշխանությունները կորցնում են իրենց նկատմամբ երբեմնի զգալի վստահությունը։ Չես կարող զուգահեռներ տանել երկու տարբեր իրադարձությունների միջև, եթե անգամ չգիտես, թե դրանից մեկն ինչպես է իրականացվել, եւ ուրեմն սա ավելի շուտ էմոցիոնալ ֆոն ստեղծելու, քան իրական զուգահեռներ տանելու մասին է։ Հենց այս հոկտեմբեր 27-յան սոուսի մեջ էլ սկսում է եփել արդեն երկրորդ արքեպիսկոպոսը Միքայել Աջապահյանը։ Արդեն հունիսի 26-ին կեսօրից հետո պարզվում է, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հեղաշրջման կոչի առիթով քրեական վարույթ է նախաձեռնել։ Քրեական վարույթը հարուցվել է քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելուն։ Իմ գործընկեր Մոնիկա Հայրոյանը տեղում կապ հաստատեց Աջապահյանի հետ, պարզելու ինքը տեղյակ է իր դեմ հարուցված քրեական գործից, թե չգիտի ոչինչ, պարզվեց չգիտի։ Իսկ ավելի ուշ արդեն Վեհարանի մոտ, ուր գտնվում էին նաև ԱԱԾ ու այլ իրավապահ աշխատակիցներ, հայտարարեց. Վարույթը ձեռնարկվել է ամսի 17-ին։ Իսկ կարող էին շատ հանգիստ, շատ մեգուսի ձերբակալել ամսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին եւ մինչեւ 26-ը ներառյալ։ Բայց իրենք կամ գիտակցաբար, կամ անգիտակցաբար, ես ավելի հակված եմ առաջինին, որ ցույց տան նաև իրենց ուժը մայրաթորի պատերիցներ։ Իսկ ինչ էր անում այդ ընթացքում Փաշինյանը։ Հաշվում էր, չէ, եկեղեցու ատամները չէր հաշվում, համահայկական հիմնադրամի հաշվետվությամբ էր զբաղված։ Մարիոթի սև մուտքի մոտ լրագրողները նրան իհարկե հասցրեցին հարցնել, ինչպես է մեկնաբանում իրավիճակը։ Փաշինյանը քչախոս գտնվեց։ Պարոն Փաշինյան, եթե հնարավոր է եկեղեցու իշխանության հակամարտության վերաբերյալ կպատասխանեմ, այսօր չեմ պատասխանում։
Այսինքն իրավապահ մարմիններին եք արդեն հանրահայտ եկեղեցով զբաղվել, պարոն Փաշինյան։ Ես արդեն չեմ պատասխանել հարցերին, այսօր չեմ պատասխանի հարցերին։ Խնդրում եմ մի հետապնդեք ինձ։ Ընդդիմադիրներն ասում են քաղաքական հետապնդում է սա։ Ես հարգելիս ասի այսօր չեմ մեկնաբան։ Բայց այսօր ու կատարում իրադարձությունները։ Շիրակի առաջնորդանուն։ Փաշինյանը շատ հանգիստ, հանդարտ ու խաղաղ թվաց իր պատասխանը տալիս։ Կարծես ինքը լավ էլ հասկանում է, թե ինչ է կատարվում ու ինչն ամենակարևորն է, իր սրտով է ընթանում։ Չմանրանամ նյուանսների մեջ, թե որ ժամին ինչ հայտարարություններ կամ ինչ լարվածություն առաջացավ քննչականի, դատարանի հատվածում, սրանք ուղղակի ընթացիկ բաներ են։ Հստակ էր, որ դասական մի բան է աշխատելու Աջաբահյանին իր հայտարարությունների համար տանելու են կալանքի։ Միամիտ էր պետք լինել կարծելու, թե Վազգեն Գալստանյանին կամ Բագրատ Սրբազանին կալանքի տարած դատավորը, որը պիտի քններ նաև Աջապահյանի գործը, չէր տանելու կալանքի նաև Աջապահյանի։ Սակայն Փաշինյանը մեկ այլ անակնկալ պատրաստեց Գարեգին II համար։ Անակնկալը եթեր հեռարձակվեց ուրբաթ երեկոյան, առաջին ալիքի լուրերի եթերում։ Պետրոսին Ղազարյան հյուր էր եկել կարգալույց մի հոգևորական, որը եղել է Գարեգին առաջինի վերջին ու Գարեգին II առաջին գավազանակիրը։ Ինքը արեց սենսացիոն մի հայտարարություն, որը պետք է լսել։ Սրբություն սրբոց մայրաթոր Սուրբ Էջմիածնից այսօրվա գահակալը ես բազմիցս ասել եմ, հիմա էլ հաստատում եմ, ռուսական հատուկ ծառայությունների գործակալ է, տրոյական ձի է մեր երկրում եւ այսօր նրա միջոցով հյուսիսային մեր հարևանները փորձում են ցնցումներ եւ հեղաշրջում իրականացնել մեր երկրում։ Ձեր ասածը լուրջ, այսպես մեղադրանք է, ինչպես կհիմնավորեք։ Ես մի քանի ամիս առաջ տարբեր հարթակներում հրապարակել եմ, որ 79 թվականին Գերմանիայից նրան իբրև գործակալ բացահայտել եւ արտաքսել են Մոսկվա ձեռնաշղթաներով եւ այսինքն հրճակել եմ, հայտարարել եմ, որ Կտրիչ Ներսիսյանը ինձ դատի տա եւ դատարանում գնանք, ես ապացուցեմ, որ իրեն արտաքսել են։ Ինչպես ավելի վաղ իշխանական լրատվական ռեսուրսում հրապարակված հեղաշրջման պլանից հետո սկսվեցին գործընթացնել, այսպես կոչված սրբազան շարժման նկատմամբ այնպես էլ հիմա, ենթադրում եմ, կսկսվեն գործողություններ արդեն հաջորդ մակարդակում, վեհափարի նկատմամբ։ Փաշինյանի փոխարեն հանրայինի եթերում վեհափարին գործակալ լինելու մեջ եւ դրանում մեղադրում է մի հոգևորական, որ վստահ է փաստեր կան, որ Գարեգին II ռուսական հատուկ ծառայությունների գործակալ է։ Ինքը նաև վստահ է, որ Սամվել Կարապետյանն էլ Ռուբեն Վարդանյանի պես մի ռուսական պրոյեկտ է։ Այս հոգևորականը, որը եթերում որևէ փաստ չներկայացրեց, բացի հայտարարությունները պնդում էր, թե Գարեգին II գնացել է Մոսկվա ու պատրիարք Կիրիլից խնդրել է փրկել սենանկության շեմին կանգնած Սամվել Կարապետյանին բազմաթիվ խնդիրներով, ինչի դիմաց $5 միլիոն ու մի քանի Toyota ավտոմեքենաների դիմաց։ Այս կերպ Սույն քահանան Սամվել Կարապետյանին կապեց եկեղեցական շարժման ու ել ավելի ամրացրեց իշխանության կողմից շրջանառվող այն թեզը, որ Կարապետյանը եւս խառնված է քաղաքական գործընթացներին իբրև աջակից ռուսական թևից։ Թույլ տվեք ուրիշի փոխարեն ոչ հաստատել, ոչ էլ հերքել սույն տեղեկությունները։ Լավ կլինի, որ այս հայտարարությունների հիման վրա Հայաստանի հատուկ ծառայությունները վարույթ սկսեն ու պարզեն տվյալների իսկությունը, քանի որ սա ծանրագույն եւ ուղիղ մեղադրանք է, որն արմատապես փոխում է իրավիճակը, եթե այս հայտարարությունները մնալու են կարգալույց հոգևորականի վառ երևակայության հանրայնացված արդյունք, ապա օգտագործվելու է զուտ քաղաքական հաշվեհարդարների համար, ուրիշ ոչինչի։ Մի բան թերևս շատ պարզ է, հաջորդը Գարեգին II-ն է։ Գիշերը դատարանը Աջապահյանին տարավ 2 ամիս կալանքի, գրեթե 2 տասնյակ մարդու եւս։ 2 ամսով կալանավորվեց Միքայել arczepiskopos Աջապահյանը, նաև մոտ տարուկես առաջ արած մի հայտարարության համար։ Եվ դրանից հետո էլ եմ ասել, պետք է ռազմական հեղաշրջում, բայց մենք բանակ չունեցանք։ Չունեցանք գեներալիտետ, ովքեր կանեին այդ անհրաժեշտ քայլը pedagogian եւ Արցախի փրկության համար։ Նախ քննչական կոմիտեի մոտ, հետո դատարանի հավաքվել էին Միքայել Սրբազանին աջակցողները, այդ թվում հասարակական, քաղաքական ու հոգևոր գործիչներ։ Հոգևոր հոտը միշտ էլ պահանջում է եկեղեցականի խոսքը։ 2008 թվականին եկեղեցին կայնած էր այնտեղ, հոգևորականները կայնած են այնտեղ։ Միքայել Սրբազանի ոտքը այնտեղ գրեթե կոտրում էին։
եւ շատ հոգեվորականները ինչպես են ասում, որ մարդ չի եղել։ Երբ հավատավոր 5 անգամ Մայրաթորը հայտարարություն արեց այդ օրերին։ Կալանքի միջնորդությունը դատավոր Մայիս Մելքոնյանն է բավարարել։ Նա նաև Բագրատ arczepiskopos Գալստանյանի գործով դատավորն էր։ Փաստաբաններն իրենց մտավախությունը դատավարությունից ժամեր առաջ էին հայտնում։ Գիտեք, շատ կանխատեսելի է Մասիս Մելքոնյանի պարագայում։ Ես երբևէ չեմ կարծում, որ ինքը ի վիճակի է արդար որոշում կայացնելու։ Միակ բանը, որ հանրության այս արձագանքը կարող որոշակի ազդեցություն գործադրի, բայց կարծում եմ հատուկ տվել են իրեն, որ նույնիսկ այս ազդեցությունը չլինի, որովհետև իր մոտ նման ազդեցությունները կարծեք թե չի գործում, իր համար մի հատ բան կա, վախ, որ ինքը այդ վախից ելնելով գործողություններ է կատարում։ Կարգապահական վարույթ է սպայնի նկատմամբ իրականացվում։ Եթե ինքը ցանկալի որոշում չկայացնի, միանգամից կարգապահական վարույթի արդյունքում կլինի իր համար ոչ ցանկալի հետևանքներ։ Սա առաջինը։ Դատավորի վճռից ժամեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսին էր առաջարկում միջնորդությամբ դիմել դատարան։ Կարծում եմ արդար կլինի, որ կտրիճը գրավոր միջնորդություն ներկայացնի դատարան, խնդրելով խափանման միջոց ընտրելիս հաշվի առնելը, որ սրբազանը իր կտրիճի նման նույնիսկ մի ամիս չի կարող ապրել առանց կնոջ։ Ընդ որում, միջնորդությունը կարող է լինել ապանձնավորված նաև մյուս սրբազանների պարագայում օգտագործելու համար, ընդգծելով, որ ոմանք առանց կնոջ, ոմանք առանց տղամարդու չեն կարողանում մի ամիսը լմնցնել, կամ երբեմն առանց կնոջ, երբեմն առանց տղամարդու, սեզոնը գիտի։ Իրազեկ քաղաքացիների հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոնիսյանը Facebook-յան էջում մի հրապարակում է արել, պատմել, որ նախքան այս ամենը դատախազություն էր դիմել Աջափահյանի հայտարարությունների վերաբերյալ, գրավոր պատասխան ստացել, որ հանցակազմ չկա։ Աղոթքից ու վանկարկումներից զատ քաղաքական ուժերը պատրաստակամություն էին հայտնել իմպիչմենտի գործընթաց սկսել Միքայել Աջափահյանի տեխնացությամբ, բոլորը առանձին։ Սա վաղուց արդեն քաղաքական պայքար չի, շատ վաղուց արդեն, այստեղ ընդդիմություն, նման բաներ գոյություն չունեն։ Կան մարդիկ, որոնք ուզում են ազատագրել մեր հայրենիքը, մարդկանցից, որոնք ունակ են հրամանտալ հարձակվել վեհարանի վրա, Մայրաթորի վրա։ Սրբազան հայրը փաստաբանների միջոցով խնդրել է իր անունը չշահարկել։ Կալանքի որոշումից հետո Շիրակի թեմի առաջնորդին տեղափոխել են Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ։ Փաստաբանի խոսքով սահմանափակել են Միքայել Սրբազանի շփումները, բացառապես մերձավոր ազգականների եւ պաշտպանների հետ։ Փաստաբան Արա Զոհրաբյանը հավելել է, որ դատարանի որոշումը կբողոքարկեն։ Սիմոն Հովանիսյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։ Ավելի բարձր քան arczepiskoposները միայն կաթողիկոսն է։ Իմ 3 տեղի ունեցած իրադարձությունների հանրագումարում ու դրանց դիտարկմամբ մի մարդ, որին աջակցելու չեկավ անգամ 10,000 հավատացյալ, արդեն խնդիր ունի։ Չեմ ասում գային ու ինչ-որ հեղափոխությունների կամ հեղաշրջումների փորձեր կատարեին։ Ուղղակի 10,000 հավատացյալ գար ու կանգներ վեհարանի բակում լուր այնպես, որ վեհապարը գոնե թե ունակ լիներ ցույց տալ, որ մի քանի հազար հավատարիմ հետևորդներ ունի եկեղեցին, որոնք հարգում են իրեն, սիրում։ Արդյունքում անգամ մի քանի 100 մարդ չեկավ վեհարանի մոտ։ Ոստիկաններն ավելի շատ էին, քան քաղաքացիները։ Իսկ ինչու էր այդպես։ Թույլ տվեք այլոց պատմածներով չգնահատել իրավիճակը, այլ հենվել իմ 34-ամյա երիտասարդի հիշողությունների վրա։ Իսկ այդ հիշողությունները ես երբեք չեմ տեսել, այդ հիշողություններում երբեք չեմ տեսել վեհապարի վեհ խոսքն ուղված համային հայության նայս կամ այն բարդ իրավիճակում, կամ այնպիսի մի խոսք, որ ուշքի կբերի, որ կարթնացնի, որ կյանքի ուժ կտա, պայքարի ու հաղթանակի հավատ կտա։ Կաթողիկոսը մշտապես հանդես է եկել ցպահանջ, երբ դա թույլ են տվել քաղաքական իշխանությունները, հիմնականում նախկին։ 3 ղողանջում էին բազմաթիվ վանքերի զանգեր ամբողջ երկրով մեկ։ Մի բան, որ տեղի չի ունեցել անգամ Արցախյան պատերազմի ժամանակ, երբ վտանգված էր 150,000 հայի կյանք։ Իսկ երբ վտանգվեց իր վեհապարի անվտանգությունն ու ազատությունը, զանգերը սկսեցին ղողանջել։ Վերջիններին կամ իմասնավորի վերջին ամիսներին, վերջին տարիներին կամ վերջին ամիսներին, որոնք լի էին բազմաթիվ ներքաղաքական զարգացումներով, վեհապարը գետ մեկ ուղերձ չհղեց համայն հայությանը, հայրապետական վստահելի, սթափեցնող ու հեղինակավոր խոսքով կոչելով եւ կոչ անելով արդարամտության, հանգստության ու զսպվածության։ Այն էլ այնպես, որ դրանից հետո մարդիկ իրենց հարց տային, իսկ արժե ատել, եթե հնարավոր է ներել ու սիրել։ Վեհապարը լուր էր, իսկ երբ խոսում էր, մարմնովը ծարսուր չէր անցնում, հավատը չէր պարուրում, քանի որ ինքը չուներ են իմաստությունն ու չէր վայելում այն սերն ու հարգանքը, որը կստիպեր մարդկանց անսալ իր խոսքին։
Վեհապարի 26-ամյա վարքը հանգեցրեց նրան, որ հասարակ հայ մարդը անգամ մայրաթորում քայլելիս ու հասկանալիս թե ինչ է կատարվում վեհարանի շրջանում, հետաքրքրություն անգամ չէր ցուցաբերում իր կողքին ընթացող այսպես կոչված իրավական գործընթացներին ընդդեմ հոգևորականների, քանի որ այդ հոգևորականները ամուսնացնելիս գումար ուզում էին, բայց բաժանության ժամանակ չէին գնում ու համոզում ամուսնացյալներին միաբան մնալ գոնե թե հանուն երեխայի, ինչպես արդարացիորեն նշեց իմ ավագ ընկերներից մեկը իր։ Մկրտության համար խաչը համբուրել տալիս էին, բայց ծնողին չէին խնդրում երեխային գոնե թե տարին մեկ անգամ զրույցի բերել հոգևոր հոր հետ, որ հոգևոր հայրը բացատրի թե ինչ է մկրտությունն ու դրա պատվիրաններին հետևել։ Հոգեհանգստի համար գալիս էին արարողությունների, բայց հարազատներին մի փառատող աստվածային խոսքով չէին խաղաղեցնում վստահեցնելով, որ լուսահոգի հարազատը Աստծո թևի տակ է երկնային խաղաղության մեջ։ Եկեղեցին առնվազն 26 տարի շարունակ իր գործն արել է այնպես, որ 2025-ին մնացել էր առանց հավատարիմ գոնե թե 1000 հոգանոց հոտի։ Եվ այս իրավիճակում Փաշինյանը ուղղակի ազատ էր վարվել այնպես, ինչպես կկամենար։ Իրեն մնացել էր ինքնահռչակվել միակ իշխանը Հայաստանում։ Ինքը գուցե կարծում է, որ այս երկրում պիտի լինի միապետություն, որի գագաթին ինքն է, իսկ հոգևոր Հայաստանի առաջնորդ ունենալը գոնե թե այնպիսին, որին ինքը չի բերել, ստեղծում է երկիշխանություն ու Փաշինյանը միանձնյա չի կարողանում որոշել հայերը պիտի ապրեն իրական, թե պատմական, խաղաղ, թե պատերազմող Հայաստանում։ Սա անդիմախոսների ու երկիշխանության պայմաններում երկրորդ գլուխը չեզոքացնելու դասական գործընթաց է։ Սրան էլ կապում են, որ այդ գլուխներն ամեն մեկն իր հերթին ունի իր ուրույն նպատակը եւ կոնկրետ հանձնարարությունները, որ վերջը պարզ լինի, հաղթելու է նա, ով ունի ավելի շատ աջակցություն իր գործողություններում։ Այս պահին ոմանց գուցե դուր չգա կամ գա, բայց Փաշինյանը ստացվում է ունի ավելի շատ քաղաքական իշխանություն, քան վեհապարը հոգևոր իշխանություն ունի։ Այս երկու առաջնորդների պայքարում 26-ամյա առաջնորդը, այն է Կարագին երկրորդը, ըստ էության իր չարածի պատճառով տանուլ է տալիս խաղը 7-ամյա առաջնորդին Աշխարհիկ, որն էլ իր հերթին է ահագին բան տանուլ տվել, բայց միևնույն է այնքան կապիտալ է պահպանել, որ ավելի ուժեղ գտնվեց, քան իրենից գրեթե 4 անգամ ավելի քիչ փորձ ունեցող մեկը։ Սա առաջին, երկրորդը։ Եկեղեցու ներսում տեղի ունեցած պառակտումն է։ Փաշինյանը չէր կարող հաջողել եկեղեցու դեմ արշավում, եթե վստահ չլիներ, որ վեհապարից նեղացածներ կան նաև ներսում։ Մի կարծեք, թե հոգևոր իշխանության բուրգը ինչ որ բանով տարբերվում է քաղաքական իշխանության բուրգից։ Այնտեղ էլ կան նախարարներ, կոմիտեների ղեկավարներ, օգնականներ ու խոսնակներ, խորհրդականներ եւ այլն, ի վերջո դիվանագետներ ու դեսպաններ։ 26 տարվա ընթացքում վեհապարը աներգբա կայացրել է բազմաթիվ որոշումներ, որոնք նեղացրել, անգամ ճնշել են բուրգի ներսում գտնվող տասնյակ գուցե հարյուրավոր այլ հոգևորականների։ 26 տարի հոգևոր իշխանության ղեկին Գարեգին երկրորդը ճիշտ այնքան է եղել, որքան քաղաքական իշխանության ղեկին է հիմա Ռուսաստանում Վլադիմիր Պուտինը։ 26 տարի քառորդ դար։ Հիմա պատկերացրեք, թե որքան արմատացած է նա եւ նրա իշխանությունը, որքան հավատարիմ եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ, վարդապետեր ու քահանաներ, աբեղաներ, անգամ սարկավագներ ունի նշանակած վեհապարը։ Եվ դատեք հակառակը, քանիսին էլ ինքը արգելափակել է, հրաժարվել է նշանակել կամ կարգալույծ է հռչակել, քանիսին է հրաժարվել առաջ մղել ու առաջ է մղել նրանց, որոնք գուցե տարժանիքը չեն ունեցել, բայց եղել են լոյալ։ Այնպես որ Փաշինյանն էլ ահագին խորամանկ է վարվում, ինքը գիտի դժգոհությունների մասին, ինքը գիտի, որ ներսում էլ կա դժգոհություն, որ կարող է վերածվել հոգևոր իշխանափոխության։ Ըստ էության Փաշինյանը հիմա եկեղեցու հետ անում է նույնը, ինչ եկեղեցին փորձում է անել իր իշխանության հետ, իշխանափոխել։ Թե ինչ մեթոդներով, սա արդեն այլ հարց է։ Ինչպես եկեղեցու որոշ սպասավորներ են Փաշինյանին թրքացնում, այնպես էլ Փաշինյանն է այդ հոգևորականներին ռսացնում։ Նրանք ասում են, որ Փաշինյանը կատարում է Էրդողանի, այն է ցեղասպանի կամքը, իսկ Փաշինյանն էլ պնդում է, որ հոգևորականների մի մասն էլ կատարում է Կրեմլի հանձնարարությունները իբրև գործակալ։ Մի խոսքով դասական իրավիճակ հայոց պատմության համար։ Երկուսն էլ փորձում են համոզել բոլորին, ով է ավելի դավաճան։ Այլ հարց է, որ երկուսն էլ մի բարի պտուղ չեն ըստ էության, ու եթե երկու կողմերը, որոնք իրենց տապալումներով գրեթե հավասարազոր են իրար, պայքարում են իրար դեմ,
հռչակելու չարիքի փոքրագույնը, ապա լայն հասարակությունն էլ հայտնում է ծանր ընտրության առաջ։ Մի կողմից հոգևոր իշխանությունը տապալացնելն են, մյուս կողմից քաղաքական իշխանությունը տապալացնել։ Այդ դեպքում ինչ անել, ում կողմն ընտրել, ու լայն հասարակությունը կայացնում է ակնհայտ որոշում չաջակցել ոչ մեկին, ոչ էլ մյուսին։ Իսկ արդյունքում այս երկու կողմերը մեղադրում են արդեն մեծամասնությանը, լայն հասարակությանը, պնդելով, թե հասարակությունը անտարբեր է, թե չի ուզում պայքարել, թե չի ուզում իմանալ կամ լսել ճշմարտությունը։ Մինչդեռ մարդիկ հոգնել են պայքարներից, որոնք միտված չեն պետության ամրապնդման, այլ նպատակ ունեն ծառայել բացառապես այս կամ այն իշխանության ամրապնդման, այն է անձի պաշտամունքին ու դրանց սպասարկմանը։ Հարցրեք ինձ իբրև հայ երիտասարդ, ինչ կարծիք ունեմ ես այս թեմայի վերաբերյալ։ Ազնիվ կասեմ, ինքս էլ եմ հոգնել, որպես լրագրող էլ, կատարյալ տարբերակով, եթե անգամ մեկ կամ մյուս կողմերում ողջախոհություն ու պետության նկատմամբ աննշան գոնե թե սեր լիներ, այս երկու թևերը կամացուկ, թաքուն, առանց աղմուկի, կգտնեին իրար մեջ լեզու, կհասկանային, որ այս պետության ու եկեղեցու կեղտոտ ներքնազգեստը դաշտ բերել պետք չէ, այն էլ միջազգային դաշտ, ու պետք է զուսպ լինել, չհասցնել համային հայությանն ու լուծել խնդիրները ուղղակի իրար հետ շփվելով երկկողմ։ Փաշինյանը կարող էր, ասենք, հրավիրել վեհապարին, եթե ունի անհամաձայնություններ տոտալ ու որոշել է, որ ինքը պիտի հեռանա, ասել, որ վերջինիս վերաբերյալ կոմպրոմատ ունի, որ չի ուզում, որ վերջինս իշխի, քանի որ չի աջակցում իրեն, գային համաձայնության առանց խայտարակության պարզապես փոխել դեմքերը, լուր հեռանալ, աղմուկ չանել, սկանդալ չսարքել, որպեսզի Հայաստանի քաղաքացիները անկայունության ու տուրբուլենտության զգացողություն չունենային, այլ այդ ընթացքում արարեին, ստեղծեին արժեք հանրապետության համար, վերջապես նորոգվեին հոգեպես ու ֆիզիկապես, մտովի նորոգվեին վերջին աղետներից հետո, բայց ոչ, թող բոլորը տեսնեն, թե ինչպես են հայերն իրարատում, թե որքան պառակտված են ու թե որքան հեշտ է քանդել Հայաստանը ներսից անգամ պատերազմ չհրահրելով։ Մեր հոգևոր ու աշխարհիկ իշխանությունները մեզ հիմա հիշեցնում են, որ եթե թուրքը նույն թուրքն է, ապա հայի մեջ էլ բան չի փոխվել, նույն հայն է, արյունակցինատող, հետը բան չկիսող, մշտապես անջատ ու հավետ անհաջող։ Ուզում եք սրա մեջ ինչ-որ տիեզերական բան գտնել, Քավլիցի, տոտալ իշխանություն ունենալու պայքար է, ունեցածը չկորցնելու պայքար է, եղածն ավելացնելու պայքար է։ Այս պայքարը ոչ պետության, ոչ դրա անվտանգության, ոչ էլ դրա խաղաղության համար է, այս պայքարը իշխանության համար է, ինչպես հոգևոր, այնպես էլ աշխարհիկ։ Լինի դրսից թելադրված թե ներսից, բայց սա իշխանության պայքար է, որի մասնակիցներն այդ իշխանությունը փորձում են ձեռք բերել կամ պահել դրսից տարբեր հովանավորների միջոցով։ Այստեղ հավանաբար ընտրությունն արդեն ձերն է, թե որը ձեր դուրն ավելի կգա եւ որը ընդունելի կլինի ձեզ համար, եթե մեզ տանում են հենց այդ դրսի ընտրությանը։ Ով է Հայաստանում ներքին լարվածության հիմնական պատվիրատուն, ինչ նպատակ է հետապնդում։ Այստեղ միֆերն ու իրականությունը այնքան են խառնվել իրար, որ հասարակ մարդու համար դժվար է ընկալել, ինչին հավատա, ինչին ոչ, բայց միշտ չէ, որ պետք է հավատալ։ Հաճախ, բարեկամներ, արժե ինքնուրույն վերլուծել, մտածել։ Ճշմարտությունն ինքնին կգա ձեզ հյուր։ Ռուսական պետական մեդիան արդեն 2 շաբաթ է քննարկում է Սամվել Կարապետյանի կալանավորումը, Հայաստանում տեղի ունեցողը, այսպես կոչված պետություն եկեղեցի հարաբերությունները, աջակցությամբ են հանդես գալիս բուն Սամվել Կարապետյանի համար էլ հաղորդավարներ, էլ շոումեններ, էլ երաժիշտներ, էլ երգիչներ։ Վերջին թարմ աջակիցը հոր կողմից հայ, բայց հայկականության հետ նվազ կապ ունեցող Ֆիլիպ Կիրկորովներ։ Լսենք։ И вот с моим другом случилась беда. Мой добрый друг Самвел Карапетян, который выразил свои опасения, связанные с гонениями на представителей древнейшей церкви, армянской апостольской церкви. И вот теперь наш друг брошен в казематы по совершенно абсурдным и надуманным обвинениями. И коль дело касается церкви, хочу напомнить премьеру Пашиняну одну из 10 заповедей. Не произноси ложного свидетельства на ближнего твоего. Самвел всегда с заботой и любовью относился и относится к своей родине Армении. Человек, который не раз лично вставал на защиту угнетенных на своей исторической родине. Лично и финансово поддерживал социально значимые проекты для людей, а не правительств. Никогда не заявлял о намерениях входить в какой-либо политический лагерь. Прошу прекратить гонения на Самвела, прекратить политические репрессии на церковь
и священнослужителей. Прошу органы исполнительной власти заняться своими обязанностями по улучшению состояния прекрасной страны Армении, а не нападать на священнослужителей и почитаемых персон в Армении. Կիրկորով, մեկը, որ վերջին անգամ Հայաստան անունը տվել է հավանաբար, մանուկ ժամանակ, երբ լուսահոգի հայրը Բեդրոսը փորձում էր նրան սովորեցնել արտաբերել Հայաստան բառը հայերեն։ Բայց սա չի էականը, այլ այն, որ միևնույն է, թվում է, որ Կարապետյանն ուղղակի խաչաձև կրակի տակ է հայտնվել։ Ինքը այս պատմության մեջ միջոց է, ոչ թե գործող անձ, ավելին։ Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ակտիվորեն քննարկում է հեծի պետականացման հարցը։ Ինչու՞։ Ոչ թե որովհետև հեծը պատկանում է Սամվել Կարապետյանին, այլ որովհետև Սամվել Կարապետյանի կապիտալի զգալի մասը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում ու ինքը ստիպված է հաշվի նստել ռուսական իշխանությունների հետ։ Սա էլ իր հերթին ենթադրում է, որ եթե ինչ-որ փուլում Կրեմլին անհրաժեշտ լինի ինչ-որ խնդիր լուծել Հայաստանում, Կրեմլը դիմելու է իր ձեռքի տակ առկա միջոցներին։ Իդեպ վստահաբար բոլորդ նկատեցիք, որ ուրբաթ օրը հունիսի 27-ին Էջմիածնում տեղի ունեցողի ֆոնին տոտալ հոսանքազրկում տեղի ունեցավ թեկուզ կարճ, բայց մայրաքաղաքի տարբեր հատվածներում գրեթե ամբողջությամբ։ Թվում էր մտածված ակցիա է հատուկ բան հասկացնելու, բայց հոսանքը արագ վերականգնվեց։ Նման մասշտաբային անջատում ամեն դեպքում այն էլ լարված իրավիճակներին մենք չէինք տեսել։ Ու հենց այդ ֆոնին էր, որ կառավարությունում տեղի ունեցավ հերթական նիստը, որտեղ Փաշինյանը հիշեցրեց, որ հեծի հետ կապված խնդիրները կլուծեն։ Ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի Հայաստանի էներգետիկ էլեկտրական ցանցեր ՓԲ կառավարումը եւ հետագա գործընթացները պետականացման եւ անկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է արագ եւ արդյունավետ իրականացնենք։ Իհարկե հարցը քաղաքական մակարդակով մենք քննարկվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում։ Ես գիտեմ, որ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը նույնպես քննարկումներ է ունեցել եւ այդ թվում կառավարության գործընկերների մենք համատեղ աշխատանքով նաեւ օրենքի նախագիծ է արդեն դրվել փոփոխություն բանի օրակարգում այսօրվա ընդգրկված է եւ արտահերթ նիստով համապատասխան օրենսդրական փոփոխությունները կիրականացվեն։ Հիշեցնեմ, որ հունիսի 1-ին ազգային ժողովը գումարելու է արտահերթ նիստ ու քննարկելու է հենց հեծ պետականացման հարցը։ Հավանաբար Սամվել Կարապետյանը կզրկվի այդ կապիտալից ու կնշանակվի պետական կառավարում, ինչպես նշեց Փաշինյանը։ Սակայն, ազնիվ լինենք, իրապես կան բազմաթիվ դժգոհություններ հեծի աշխատանքի վերաբերյալ։ Այլ հարց է, որ այդ դժգոհությունները նոր չեն։ Փաշինյանը այդ դժգոհությունները հանկարծ սկսեց նկատել ճիշտ այն բանից հետո, երբ Կարապետյանը մայրաթորի դիմաց իր ձևերով միջամտելու հայտարարությունը արեց։ Փաշինյանը ճիշտ է, երբ ասում է հարցը քննարկել է քաղաքական մակարդակով, բայց ինչ մակարդակով պիտի քննարկեին։ Եթե կառավարությունը շատ ավելի հետևողական լիներ ու շատ ավելի լուրջ վերաբերվեր էլեկտրաէներգիայի հետ կապված պարբերական խնդիրներին, ապա հեծի պետականացման մասին խոսեր կառավարության այն նիստի ժամանակ, երբ լույսերը անջատվեցին ուղիղ եթերում նիստի ժամանակ։ Ես առաջարկում վերհիշել տեսարանը։ Գույքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը, պիտի ընդգծեմ, որ սա այն է, ինչի մասին է նոր պարոն Սամոսյան ձեզ ասում էի։ Մենք այս թեմայի, այսօր էլ եմ այս թեմայով խոսակցություն ունեցել աշխատակազմի ղեկավարի հետ։ Մենք շարունակաբար Հայաստանում էլեկտրական էներգիայի որակի հարցը բարձրացնում ենք ու տենց էլ հետևողական չենք լինում։ Ասենք ինչքան պետք է ես հանձնարարական տամ, հո չի կարելի 10 տարի անընդհատ նույն բանի մասին հանձնարարական տալ։ Ստացվում է կամ Փաշինյանը վաղուց էր խոսում սրա մասին, մտմտում դրա մասին, բայց լսող չկար, ու սա կրկին վատ է։ Կամ էլ Փաշինյանին պետք էր սպասել հարմար պահի այս հարցը ներքաղաքական նպատակներով լուծելու համար։ Իդեպ, ճիշտ այնպես, ինչպես Բագրատ Սրբազանի պարագայում։ Եթե հեղաշրջման հայտնի պլանը, որը հրապարակել էր Փաշինյանը, վերաբերվում է նախորդ տարվան ու իրավապահները դեռևս նախորդ տարվա ամռանն ունեին տեղեկություններ, որ Բագրատ Սրբազանն ու համախոհներն ինչ-որ գործողություններ են պլանավորում, ապա ինչու նրանք չձերբակալեցին հենց այդ օրերին, այն է նախորդ տարվա ամռանը, այլ սկսեցին գործընթացները բառացիորեն այս շաբաթ։ Այստեղ եւս մեկ անգամ նշում եմ,
Ժամանակը շատ կարևոր է։ Ուրեմն Փաշինյանի ձեռքի տակ էլ կան բազմաթիվ տվյալներ, բայց այլ հարց է, թե երբ է ինքը դրանք օգտագործելու եւ ինչ նպատակով։ Ուրեմն հեծը վստահաբար պետականացվելու է սրանում, այլևս կասկած չկա։ Սրա պետականացմամբ Ռուսաստանի Դաշնությունը ել ավելի է թուլանալու Հայաստանում ու ունակ չի լինելու այս գործիքն օգտագործելով Հայաստանի Հանրապետության իշխանություններին ճնշել։ Նույնը տեղի է ունենալու շատ շուտով նաև հարավ-կովկասյան երկաթգծերի հետ որոնց ճակատագիրը եւս Փաշինյանը տեղավորել է խաղաղության խաչմերուկի տրամաբանության մեջ, քանի որ եթե քո հիմնական լոգիստիկ հանգույցները քո տիրապետության տակ չեն երկաթգծերը, ապա ինչպես է կարողանալու վերահսկել Փաշինյանը իր խաղաղության խաչմերուկը։ Այդ վերահսկման ճանապարհին է, որ Փաշինյանը Զվարթնոցից մեղրու անցակետից հանեց ռուս սահմանապահներին, հայ-թուրքական սահմանի վերահսկողության մեջ ներդրեց հայ սահմանապահներին, ի վերջո նրանց եւս ամբողջությամբ պատվիրակելու սահմանի ծառայությունը։ Իսկ Մարգարայի վերակառուցված անցակետի կառավարումն առհասարակ չպատվիրակեց ռուսներին ի սկզբանե, քանի որ վստահ էր շուտով քաղաքականությունը փոխվելու ու հաստատ ոչ հոգուտ ռուսների։ Ուրեմն այո, այս բոլորը ներքաղաքական գործընթացներ են եւ իրապես կապված են արտաքին քաղաքական կենտրոնների հետ ու հիմնական շահառուներն ու մրցակիցները Թուրքիան ու Ռուսաստանն են։ Վստահաբար Անկարայում եւս հասկանում են, որ ռուսական կապիտալով ռազմավարական օբյեկտներով Հայաստանը չի կարող լինել վստահելի գործընկեր տարանցիկ գործերի համար։ Եթե Հայաստանի Հանրապետությունում ռուսները պահպանեն այն ազդեցությունը, որ ունեն, Թուրքիան իր միջին միջանցքի ճանապարհին կախված է լինելու ռուսական քմահաճություններից։ Երբ ուզենան կարգելափակեն այդ միջին միջանցքը հայկական տրանզիտ ճանապարհը, իսկ երբ պայմանավորվեն կբացեն, ուրեմն Թուրքիայում իրապես կա ցանկություն համոզել Փաշինյանին ազատվել ռուսական ազդեցությունից ու դա անել ինքնակամ, որպեսզի հետագայում ռուսները չլինեն ոչ Սյունիքում, ոչ Էրեբունի օդանավակայանում, ոչ հայ-թուրքական, ոչ էլ առավել եւս հայ-ադրբեջանական սահմաններին։ Հապկի հայ-ադրբեջանական սահմանին չհայտնվելը հենց դրա միտումն ուներ։ Եթե հապ կա, այսպես կոչված դիտորդները 2022 թվականի ռազմական գործողությունների ժամանակ առաքելություն ուղարկեին մեր սահմանին, հայտնվեին սահմանին, ապա միևնույն է, արևել-կարևմուտք միջանցքի վրա կանգնած էին լինելու ռուսները, ինչը ձեռնտու չէ ոչ Բաքվին, ոչ էլ Անկարային։ Հիմա Կրեմլը փորձում է շտկել այն, ինչ բաց է թողնվել վերջին 5 տարում։ Եթե Լեռնային Ղարաբաղի առուծախը պիտի հանգեցներ նրան, որ Արցախի մնացած հատվածը վերածվեր մի հերթական հարավային Օսիայի ու Աբխազիայի, որտեղ ռուս խաղաղապահներն են, իսկ տարածնել Ռուսաստանից կախված գորշ գոտի, ապա հիմա իրավիճակը լրիվ այլ է։ 2022 թվականին մեկնարկած ռուս-ուկրաինական պատերազմը չավարտվեց այնքան արագ, որքան կարծում էին Կրեմլում։ Թուրքերն էլ իհարկե օգտվեցին իրավիճակից։ 3 տարուց ավել է ընթացող պատերազմի հետևանքով Ռուսաստանի Դաշնությունը ստիպված է եղել զիջել նաև մնացյալ կալվածքները Արցախում ու լուր հեռանալ, քանի որ ուկրաինական ճակատում ավելի շատ խնդիրներ ունի լուծելու Թուրքիայի հետ, քան հարավային Կովկասում։ Հավանական է Մոսկվան դա արեց հույսով, որ սա կլինի վերջին զիջումն ու Հայաստանը գոնե թե կմնա իր տիրապետության տակ իբրև հենակետ, ընդդեմ Թուրքիայի կամ միջին միջանցքի, սակայն Փաշինյանին այլ բան համոզեցին, ապացուցելով, որ եթե Ուկրաինայում հանգուցալուծում չլինի, ինչ իմանաս ինչ զիջման կգնա Պուտինը Հայաստանի մասով։ Հետևապես ավելի լավ է հայերը լուծեն իրենց զիջումների ու փոխզիջումների հարցը ուղիղ թուրքերի եւ ադրբեջանցիների հետ, քան ռուսները գան ու դա անեն, սակայն արդեն Մոսկվայի շահերից բխելով։ Ու Փաշինյանն ընտրեց երկրորդ տարբերակը։ Ինքը երկկողմ այցով հիմա չի մեկնում Մոսկվա ու սեղմում Պուտինի ձեռքը, այլ գնում է Ստամբուլ ու սեղմում է Էրդողանի ձեռքը, ցույց տալով, որ այս կողմի առաջարկն իր համար ավելի ռացիոնալ է։ Առնվազն կույր է պետք լինել սա չնկատելու համար։ Այլ հարց է, թե դուք ինչպես եք վերաբերվում այս որոշմանը։ Ընտրությունն արդեն այստեղ ձերն է, ես չեմ ցանկանում որևէ կարծիք պարտադրել։ Երկու դեպքում էլ կես ճշմարտություններ կան։ Մի դեպքում այն է, որ Կրեմլը օգտագործում է հայերին ու Հայաստանը Թուրքիայի հետ առևտուր անելու համար, ու սա աներկբա է, լինի հայերի կյանքերի թե հողերի գնով, իսկ մյուս կողմից Թուրքիան է, որ ցեղասպան է, բայց ստացվում է միակ ճանապարհն է դեպի Եվրոպա ու լայն աշխարհ, ու դառնում է այլընտրանք միակ վրացական ու միակ իրանական ճանապարհին։ Ցավալին թերևս այն է, որ Հայաստանում չկան ոչ նորմալ ուղեղային կենտրոններ, փոքրաթիվ են նաև անկախ քաղաքագետներն ու տնտեսագետները, որոնք կհաշվարկեին, թե ինչ օգուտներ ու վնասներ կկրի Հայաստանը եւ մեկին եւ մյուսին անսալու դեպքում։ Հաստատ է մի բան,
որ Հայաստանում շատ ակտիվ գործում են եւ ռուսական եւ թուրքական ազդեցության գործակալներ, լինի քաղաքագետների, փորձագետների, թե որևէ այլ բանի տեսքով։ Նրանք հաճախ շատ բացահայտ են գործում, այնպես որ երկար մտածել էլ պետք չէ ում կողմից է լոբիստը հանդես գալիս։ Բայց Հայաստանը բացված է դրանց առաջ։ Եվ մենք լայն հասարակությունը, մենք որոշ դեպքերում դառնում ենք այդ ազդեցության գործակալների գերին։ Նրանց, որոնք զուգահեռ տարբեր եթերներում, տարբեր միջոցներով միևնույն թեզերով համոզում են նույնաբովանդակ բաներ։ Այո, մենք ներքաղաքական գործընթացներում աներկբա նաև ունենք արտաքին քաղաքական հետ։ Կային ակնհայտ է ու սա հերթական անգամ ապացուցում է, թե որքան է թուլացել Հայաստանը, որ մեզ ճշմարտությունները համոզում են ոչ թե մեր շահերից բխող խոսք ասող մասնագետները, այլ պատվիրատուները, այդ թեզերը դրսից առաջ մղողները։ Այստեղ է որ մենք մտածելու շատ բան ունենք։ Դրա համար էլ ըստ էության ներքաղաքական քաոսի մեջ անգամ վարչապետի տեխնացու չի հայտնվում, կամ էլ հայտնվում է ով պատահի, եթե այդ ինչ որ մեկը կարող է դառնալ հերթական վարելիքը այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի համար։ Իմպիչմենտի համար անտեր մնացած վարչապետի տեխնացուի պաշտոնի համար նոր մարդ գտան, քանի դեռ ԱԱԾ-ն վեհարանում սատանաներ էր փնտրում ու գտնում էր Աջապահյանին բերման ենթարկելու համար։ Փաշինյանի նախկին թիմակից, նրա հետ փողոցներով քարոզ արած, պատգամավոր եղած, նրա մոտ դեսպան աշխատած Էդմոն Մարուկյանը, որին Փաշինյանից սեռացած Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը առաջադրել էին վարչապետի տեխնացուի պաշտոնում, հանկարծ հայտարարեց, որ ինքը պատրաստ է հրաժարվել իր տեխնացությունից ու իր փոխարեն առաջադրում է կամ առաջարկում է arczepiskopos Աջապահյանի։ Ես պատրաստ եմ հրաժարվել վարչապետի անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում իմ տեխնացությունը առաջադրելուց, իսկ Աղազարյանը եւ Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել arczepiskopos Աջապահյանի տեխնացությունը նրա համաձայնության դեպքում։ Կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր եւ իշխող խմբակցության падգամավորներին միանալ այդ նախաձեռնությանը։ Հայտարարեց Մանուկյանն ու թվում էր, ինչպես նախկինում էին պատիվ ունեմն ու Հայաստան դաշինքը ծաղրի ենթարկում Մանուկյանին, մեղադրելով նրան Նիկոլի կադր լինելու մեջ։ Այս անգամ էլ են ծաղրական վերաբերվելու նրա առաջարկին, բայց արի ուտես, շատ կարճ ժամանակ անց, հանկարծ պատիվ ունեմն ու Հայաստան խմբակցությունները հայտարարություններով հանդես եկան ու սկսվեց Քոչարյանի քաղաքական ուժը հայտարարեց։ Հաշվի առնելով հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու եւ Միքայել Սրբազանի շուրջ ստեղծված իրավիճակն ու արկա հանրային համախմբումը, ինչպես նաեւ փաստը, որ падգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանն արդեն հայտարարել են Միքայել Աջապահյանի համաձայնության պարագայում վերջինիս տեխնացությամբ անվստահություն գործընթաց նախաձեռնելու մասին, հայտնում է, որ խմբակցության 28 падգամավորների ստորագրություններով միանում է անվստահություն հայտնելու նախաձեռնության։ Կարճանց պատիվ ունեմը, որ հանկարծ հետ չընկնի թեմայից իր հայտարարությունը եւս տարածեց։ Մեջբերեմ, Հայաստանի ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցությունը պատրաստ է ստորագրել անկախ падգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի առաջադրմամբ Տեր Միքայել arczepiskopos Աջապահյանի տեխնացությամբ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին, վեհապար հայրապետի եւ տեխնացուի համաձայնության պարագայում։ Երրորդ նախագահի թևին հարող արթուն ենք շարժման համակարգող Նարեկ Մալյանն էլ հանկարծ գրեց օգտվելով պահից։ Մեջբերեմ, մենք ուզում ենք համազգային համախմբում եւ սպասում ենք քաղաքական էլիտայի խոսքին, հարգելի ինդիմություն, մենակ մի թողեք ժողովրդին։ Խնդրում եմ, խոնարհվում եմ, աղաչում եմ, վերցրեք քաղաքական պատասխանատվությունը, միացեք անվստահության գործընթացին կամ սկսեք այլ գործընթաց ձեր նախընտրած տեխնացուով։ Կարևորը օր առաջ սրանցից ազատվելն է։ Սպասում ենք, գրել էր Մալյան Նարեկ։ Ու այստեղ հայ է։ Արդեն բոլոր աստղերը հավասարվում էին, որ Աջապահյանը դառնա նոր առաջնորդ փոխարինելով Գալստանյանին։ Բայց կարճ պաուզայից հետո պարզվում է, որ Աջապահյանը դեմ է։ Չի ուզում ու տարածում է հատուկ հաղորդագրություն, որում ասվում է. լուսանկարն էլ ձեր էկրանին, ձեռագիր է գրել։ Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի տեխնացուների շարքում։ Սենց էլ բան կլինի։ Բագրատ Գալստանյանի ժամանակ ինքն էր շատ ուզում, բայց մյուսները չէին ուզում։ Իսկ այստեղ բոլորն են շատ ուզում, բայց արդեն Աջապահյանը չի ուզում։ Ու պարզվում է, որ Աջապահյանն իր տեսակով ավելի անկեղծ գտնվեց, քան մյուսները։
ինքն անկեղծ խոստովանում է, որ ցանկություն չունի մտնել այս ներքաղաքական առուծախի մեջ ու եթե իր հայտարարություններով անգամ չափն անցել է, դրա համար պատրաստ է պատասխան տալ։ Ոչ թե կդառնա Բագրատ Գալստանյան ինչ որ փուլում եւ սպառված քաղաքական մատերիալի կարգավիճակ ձեռք կբերի։ Հավանաբար փորձառությունն ու իմաստությունը Աջապահյանի մեջ ավելի մեծ ուժ ունեն, քան քաղաքական ամբիցիաները, որոնք ավելի ցայտ ունեին Բագրատ Սրբազան Գալստանյանի մեջ։ Հիմա գալով շաբաթվա ամփոփման։ Փաշինյանի քաղաքական իշխանությունը գտնվեց ավելի ուժեղ, քան վեհապարի հոգևոր իշխանությունը։ Հաջորդը հենց ինքն է, վեհապարը։ Կամ ինքը կհեռանա հանգիստ ու Փաշինյանը կնշանակի մեկ այլ դրածով վեհապարի, կամ էլ բանը կավարտվի բախումներով։ Սակայն հաշվի առնելով երեկվա տեսածս ինչպես էջմիածնում, այնպես էլ դատարանի դիմաց, կարող եմ գրեթե 100% վստահությամբ ասել, որ այս շոուն ավարտվելու է առանց Արյան, առանց բախումների ու առանց Փաշինյանի պարտության, որքան էլ շատերի համար սա տխուր թվա։ Փաշինյանն իր խորհրդատուներով ու աջակիցներով թիրախային մեթոդաբար շարքից հանում է բոլորին։ Իրեն շարքից հանել չեն կարողանում, այն էլ ոչ էլեկտորալ ճանապարհով։ Փաշինյանը գնում է ռուսական թևի տոտալ թուլացման ճանապարհով Հայաստանում, սակայն գուցե դեռ ամբողջությամբ չի հաշվարկել, որ եթե Հարավային Կովկասում թուլանում է մի տարածաշրջանային տերություն, աներկբա ուժեղանում է մյուսը։ Իսկ եթե հաշվի առնենք, թե պատերազմական ինչ ծանր վիճակում են գտնվում Իրանն ու Ռուսաստանը, ապա հիմնական խաղացողը այստեղ կդառնա գոնե թե մոտակա տասնամյակում հենց Թուրքիան։ Հայաստանը Թուրքիայի համար վերջին պատնեշն է հարավկովկասյան հեգեմոնիայի համար։ Փաշինյանը հիմա որքան էլ շատերի համար զարմանալի լինի, իր իշխանությունը պահելու արտաքին ուժերի կոնսենսուսը գտել է։ Իրեն թույլ են տալիս կալանավորել, չունենալով կալանքի համար բավարար հիմքեր, օգտագործել ոստիկանական ուժերը, անել հայտարարություններ, որոնք եթե անեին Քոչարյանը եւ Սարգսյանը, ապա արևմուտքը միայն այնպիսի բացասական արձագանք կտար, որ տխուր կթվար երկուսի համար էլ չեմ ասում պատժամիջոցների մասին։ Ուրեմն Փաշինյանի ներում են դրսից ու թույլ են տալիս գործել ազատորեն։ Փաշինյանը կնքելու է եւ խաղաղությունը, եւ Թուրքիայի հետ սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը առանց նախկին պատմական թեզերի ու օրակարգերի։ Ինքն արդեն ցուցադրել է Սփյուռքին, որ Սփյուռք սպասարկող չէ։ Գնացեք ձեր հարցերը ձեր համայնքներում լուծեք։ Փաշինյանը նաև հաշվարկում է, որ ինքը թեպետ ունի ցածր վարկանիշ, բայց այլ ցածր վարկանիշների ցանկում իր վարկանիշն ամենաբարձրն է, ուրեմն ազատ է գործել, քանի որ նվազների մեջ առաջնորդն ինքն է։ Եվ հետո Փաշինյանը նաև լավ է սերտել նախկինների դասերը ու եթե ունեցել է անգամ որոշակի պայմանավորվածություններ նախկինների հետ, ազատ է դրանք խախտել, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի պայմանավորվածությունները խախտեց Քոչարյանը, ապա Քոչարյանի հետ այդ պայմանավորվածությունները խախտեց Սարգսյանը, ինչու է ինքն էլ չպիտի խախտի պայմանավորվածությունը Սարգսյանի ու առհասարակ բոլորի հետ լինի ներսում, թե դրսում։ Հետևաբար պետական լծակն էլ հանրային փոքրամասնության մեջ մեծամասնության աջակցությունն էլ արտաքին խաղացողներն նրան տալիս են բավարար ներուժ ողնաշարն ուղիղ պահելու։ Մնում է միայն ռուսական գործերի չեզոքացումը։ Այստեղ էլ այլընտրանքները տալիս են մերձավոր արևմուտքը Թուրքիան եւ ուրեմն ելք կա, ինչպես կարծում է Փաշինյանը։ Վերջապես Ստամբուլում երեք հանդիպել են Հայաստանի եւ Թուրքիայի ոլորտային նախարարները, Հայաստանի ՏԿ նախարար Դավիթ Խուդատյանն ու Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը։ Մեջբերեմ, հանդիպման ընթացքում քննարկեցինք Հայաստան-Թուրքիա հնարավոր էներգետիկ համագործակցության ուղիները, նշել է Խուդատյանը։ Ֆինիտո, ամենածանր կախվածությունը Ռուսաստանից էներգետիկն էր, Թուրքիան արդեն ձեռք է մեկնում այդ հարցում Հայաստանին դիվերսիֆիկացիան ապահովելու համար։ Մնացածը ժամանակի ու պայմանավորվածության հարց է։ Իսկ Անկարայի համար խնդրահարույց չլինելու նպատակով Երևանին պետք է պատմական կլիշեներից հրաժարվել, անել այնպես, որ վաղը ծագած համագործակցությունը նոր ծագած չդառնա պատմական փաստերի զոհ։ Բոլոր նրանք, որոնք մինչև այդ ապրում էին Թուրքիայի նկատմամբ բացահայտ բացասական տրամադրվածությամբ, պատմական Հայաստանի հիշողություններով, հետո չդառնան խնդիր ու դառնան լոյալ հայ-թուրքական հարաբերությունների համար։ Եվ պատահական չէր, որ Վրաստանի նախկին վարչապետ Սաակաշվիլին հանկարծ հենց երեք իր կալանքի ժամանցը թողած ստատուս գրեց Հայաստանի մասին հայտարարելով։ Մեջբերեմ, Հայաստանը խաղաղության համաձայնագիր է ստորագրել Թուրքիայի հետ, բացում է իր սահմանը եւ դեսպանատուն։ Հայաստանը նաև պահանջում է ռուսական բանակի դուրսբերումը երկրից եւ երկրի գլխավոր ռուսամետ օլիգարխիայի ձերբակալությունը։ Ադրբեջանն արդեն դուրս է եկել Ռուսաստանի ազդեցության ոլորտից։
Այսպիսով Սաակաշվիլին ըստ էության ասում է, որ մնացել է մենակ Վրաստանը։ Իսկ սա ուղղակի ազդակ է, որ իրավիճակ է փոխվել ու Երևանում իրապես կա կայացված որոշում։ Վերջապես նախորդ շաբաթվա իմ ամփոփիչ թողարկման ժամանակ մանրամասն պատմել եմ, թե ինչ ուղերձներ կային Փաշինյան-Էրդողան Ստամբուլյան հանդիպման մեջ։ Եթե ժամանակ ունեք, դիտեք։ Հիմա եզրահանգումս շատ հստակ է։ Փաշինյանը կայացրել է որոշում։ Այլ հարց է, դուք այդ որոշման հետ համաձայն եք, թե ոչ։ Ձեզ համար տաղավարում աշխատեց Դավիթ Գրիգորյանը, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ, հաջորդ շաբաթօրյա ամփոփիչ թողարկման ժամանակ։ Իմաստություն բոլորիս։